Լեմկինի ինստիտուտը Դոնալդ Թրամփին միջնորդել է զբաղվել Բաքվում պահվող հայ պատանդների հարցով։ Բաքվում Լեռնային Ղարաբաղի ռազմաքաղաքական նախկին ղեկավարության դատավարությունը մոտենում է ավարտին։ Ադրբեջանական լրատվամիջոցները հայտնում են, որ մեղադրյալներն օգտվում են վերջին խոսքի իրավունքից։ Առաջինը հանդես է եկել ԼՂՀ 4-րդ նախագահ Արայիկ Հարությունյանը։ Եթե հավատանք պաշտոնական Ազերթաջի տեղեկությանը, ապա Արայիկ Հարությունյանը ասել է, որ լինելով շատ իրազեկված, առաջին անգամ է լսում իրադարձությունների մասին, որ ներկայացվում են որպես ռազմական հանցագործություններ։ Նա խոսքն ավարտել է այս ընթերցնությամբ. «Ռազմական հանցագործությունների համար պատասխանատուները, եթե օր կենդանության չդատվեն, ապա դատվելու են այն աշխարհում»։ Ադրբեջանի կիսապաշտոնական Մինվալ պոլիտիկը խիստ անհանգստացած է։ ԱՄՆ-ում գործող Լեմկինի ինստիտուտը, որը զբաղվում է էթնիկ զտումների և ցեղասպանության ուսումնասիրությամբ և կանխարգելիչ հանրային գործունեությամբ, Բաքվում ապօրինաբար պահվող հայ պատանդների հարցով բաց նամակ է հղել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին։ Նամակում ադրբեջանական լրատվամիջոցների փոխանցմամբ ասվում է. «Մենք համոզված ենք, որ հայ պատանդներին աջակցությունը և դրանց վերադարձի ապահովումը կընդգծի տարածաշրջանում խաղաղության հաստատման նախագահ Թրամփի հայտարարած առաքելությունը և ԱՄՆ դիրքը կամրապնդի Միջերկրական ծովից մինչև Խաղաղ օվկիանոս»։ Լեմկինի ինստիտուտի գնահատմամբ, թեև նախագահ Թրամփը բազմիցս ընդգծել է իր դերը կայունության աջակցության և հետագա հակամարտությունների կանխարգելման գործում, այդ առաքելությունը թերի է մնում այնքան ժամանակ, քանի դեռ ակնհայտ թվով հայ ռազմագերիները շարունակում են պահվել Ադրբեջանում։ Լեմկինի ինստիտուտը, ինչպես բաց աղբյուրներն են վկայում, Լեռնային Ղարաբաղում էթնիկ զտումները կանխելու կոչով 2022-ից 2023 թվականներին դիմել է Եվրոպայի խորհրդի նախագահ Միշելին, Ֆրանսիայի նախագահ Մակրոնին, Գերմանիայի կանցլեր Շոլցին, ԱՄՆ պետքարտուղար Բլինկենին, իսկ աղետից հետո արդեն նաև Միացյալ Նահանգների նախագահ Բայդենին։ Բաքվում, ինչպես ակնհայտ երևում է իշխանական լրատվամիջոցի հրապարակումից, խիստ անհանգստացած են, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության և հարաբերությունների հաստատման գործընթացի համատեքստում Դոնալդ Թրամփը կարող է դիմել Իլհամ Ալիևին, որպեսզի նա Լեռնային Ղարաբաղի ռազմաքաղաքական նախկին ղեկավարության ներկայացուցիչներին ներհում շնորհի։ ԱՄՆ նախագահի խնդրանքով Ալեքսանդր Լուկաշենկոն վերջերս 123 քաղբանտարկյալի ազատ է արձակել։ Փոխարենը ստացել է հանքային պարարտանյութերի արտահանման թույլտվություն։ Ադրբեջանական լրատվամիջոցը Լեմկինի ինստիտուտին մեղադրել է ռազմական հանցագործների դեմ դատավարություն ոչ օրինական ներկայացնելու նպատակադրվածության մեջ։ Բաքվում, ըստ մտահոգության, որ Լեռնային Ղարաբաղի նախկին պաշտոնյաների և զինվորականների դեմ սև վրա սպիտակով կարված քրեական գործը միջազգային դատական ատյաններում կպայթի, եթե մեղադրյալներն իրենց իրավունքների պաշտպանության իրավական գործընթաց սկսեն։ Միջազգային իրավապաշտպան կազմակերպությունները և հեղինակավոր լրատվամիջոցները Լեմկինի ինստիտուտի ուսումնասիրությունները և հայտարարությունները լիովին անկողմնակալ և վստահելի են ճանաչում։ ԱՄՆ նախագահին այդ փաստաթուղթը և այդ հաստատությունը բաց նամակը կարելի է մեկնարկ համարել։